Բարև իմ սիրելի հայեր ջան, ես Արմինեն եմ ու ուզում եմ ձեզ պատմել երկու երազ հափշտակության մասին։ Երազումս ես ու տղաս հայտնվում ենք իրենց դպրոցում, 3-րդ հարկում նստած ենք ու այնպեսի զգացողություն է, որ դա երեկոյան է, բայց մութ չի, գիշեր չի։ Ու հանկարծ մենք պտտվում ենք ու տեսնում ենք, որ երկինքը ամբողջության մթացել է։ Ու մենք առաջանում ենք դեպի պատուհանը, որ տեսնենք ինչու այդպիսի մութ։ Ու ոնց որ պատուհանից դուրս են գալիս, բալկոն է հայտնվում, մենք այդ բալկոնի վրա կայնում ենք ես ու տղաս, ու ես ամբողջ երկնքով տեսնում եմ Հիսուս Քրիստոսի նկար, ամբողջ երկնքով, ու գրած է Հիսուս։ Ու ես այդ պահին այնպիսի երջանկություն եմ զգում, համ վախ եմ զգում, համ երջանկություն եմ զգում, չեմ կարող բացատրել։ Ու ես սկսում եմ բարձել անկախ ինձանից, սկսում եմ ասել Հիսուս, Հիսուս, ու սկսվում են երկնքից թափվել հրեշտակներ անձրևի նման, բայց իրանք պուճուր էին, մեծ չէին, ոնց որ անձրևի նման թափվեին։ Ու ես այդ պահին հասկանում եմ, որ ինձ տրվում է, որ դա հափշտակությունն է, ու ես ձեռներս ամբողջությամբ բացում եմ ու մտքումս ասում եմ Տեր, խնդրում եմ, ինձ էլ տար, ես հասկանում եմ, որ դա հափշտակությունն է, ու հարգելիներս, ահա որ ձևի բարձր, ահա որ ես այդ երաժշտությունը փողերի ձայն էր լսվում ամբողջ երկնքով, այնքան իրական էր այդ իմ երազը, ես ընդհանրապես կյանքիս մեջ այդպիսի երազ դեռ տեսած չկա, ու այդ ժամանակ ես արթնանում եմ քնիցս, բայց ամբողջությամբ չեմ արթնանում, ուղեղով զարթնում եմ, բայց աչքերս չեմ բացում, ու ոնց որ ես ուզենամ էլի քնեմ, բայց ընդհանրապես ես առավոտյան ես այդքան չեմ սիրում քնել ու շուտ եմ արթնանում, բայց այդ օրը չգիտեմ ինչի, ես այնքան խորը քուն էի մտել ու չէի կարում ես արթնանալ քնիցս, ու հետո էլի ես քնում եմ ու տեսնում եմ իմ երկրորդ երազը։ Սիրելիներս, հիմա ուզում եմ ձեզ պատմել երկրորդ երազս, որ տեսա։ Երկրորդ երազս առաջին երազի շարունակությունն էր, ես տենց հասկացա, որովհետև ես արդեն տեսնում եմ մի պատկեր, կա ճանապարհ, այդ ճանապարհը մենք այստեղ ունենք, որը տանում է դեպի Детская площадка, ինքը երկար ճանապարհ է կանաչ, ու ես տենում եմ այդ ճանապարհը, ու երկար ճանապարհ է ինքը, ու մարդկանց խմբեր, ոնց որ ամեն մեկը իր զույգը ուներ, ու ամեն մեկը ոնց որ երկու գնային, բայց մարդիկ շատ չէին, ասեմ, որ մարդիկ շատ չէին, ու անծանոթ մարդիկ էին, ես նրանց մեջ էի, ու ես այնքան ուրախ էի, այնքան